Բարի լույս ու բարի շաբաթօր, սիրելի հեռուստադիտող, մենք կրկին եկանք ձեր հանգստյան առավոտները մի փոքր ընդմիջելու եւ առաջարկելու, որ առավոտյան մեկ բաժակ սուրճը խմենք միասին։ Սուրճը խմեք եւ պատրաստվեք, որ առաջիկայում էլ ապրիլի 18-ից 20-ը հնարավորություն կունենաք հենց Երևանի սրտում մեկ բաժակ գինի վայելելու։ Զատիկ գինու փառատոն 2025-ի շրջանակում ահա այդպիսի հնարավորություն կունենաք եւ ոչ միայն։ Առաջարկում եմ փառատոնի մանրամասները քննարկենք Հայաստանի գինիներ հասարակական կազմակերպության տնօրեն Լիլիթ Գրիգորյանի հետ։ Բարի լույս, Լիլիթ։ Բարի լույս, շնորհակալություն հրավերի համար։ Շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք եւ սկսենք, քանի որ փառատոնն արդեն 4-րդ տարին է, որ կազմակերպում եք, եկեք ներկայացնենք այս տարի ինչով է առանձնանում հատկապես եւ ինչ ծրագիր է նախատեսված։ Այո, Զատիկ գինու փառատոնը նախկինում 3 տարիների ընթացքում արվել է հետևյալ ձևաչափով, գինեգործները ներկայացրել են իրենց գինիները շուկայականից ցածր գներով, համարյա գործանային գներով եւ դա շատ լավ առիթ է եղել մեր համակարգացիների համար այցելել եւ իրենց Զատկի տոնի սեղանի համար ձեռք բերել բավական ցածր գներով որակյալ գինիներ եւ ծանոթանալ նաեւ այդ գինու շշի ետևում կանգնած գինեգործի հետ, այսինքն մեր հիմնական նպատակը Զատկի նաեւ որ կարողանանք պահանջ ձևավորել սպառողի մոտ որակյալ գինու։ Հրաշալի։ Գիտեմ, որ բազմաբովանդակ ծրագիր է նախատեսված եւ ունենք գինի համտեսելու այդ հատվածը, ծանոթանալու, ինչպես նշեցի, գինեգործների աշխատանքներին, ինչպես նաեւ լինելու է Զատկի տոնավաճառ, առաջարկում եմ մանրամասն հերթով ներկայացնենք։ Շատ բարի։ Այս տարի չնշեցի, որ ինչով է տարբերվում, հա, ձևաչափը մի փոքր փոխել ենք, ավելացրել ենք երկրորդ օրվանից, նաև բաժակով գինու վաճառք, սա արել ենք սպառողի կողմից, այցելուների կողմից պահանջարկի արդյունքում, քանի որ մինչ գնելը շշով շատերը նաև փոքր գինեգործների հետ ծանոթ չէին, որոնք շատ որակյալ գինիներ են արտադրում, եւ տալիս ենք այս տարի հնարավորություն երկրորդ օրվանից սկսած փառատոնի եւ նաեւ հաջորդ ամբողջ օրը այցելելու եւ բաժակով փորձելու համտեսելու արտադրողների գինիները։ Նաեւ ունենալու ենք արտադրված է Հայաստանում հատված, զոնա, հա, փառատոնի ընթացքում, որտեղ ներկայանալու են շատ յուրահատուկ արտադրանք ներկայացնող հայ տարբեր արտիստներ, մշակույթի գործիչներ, նաև ձեռագործ աշխատանքներ, այսինքն մի հարթակ ենք ստեղծում, որտեղ մշակութասեր հանրությունը հանդիպելու է մշակույթի ներկայացուցիչների հետ։ Եվ որպեսզի նաև համադրվեն, հա, Զատկի տոնի հետ կապված իր ամբողջ գաղափարախոսության ներքո համադրվող բոլոր իդեաները, մտքերը եւ նաեւ արտադրանքը հայ արտադրողի նպատակը սա է։ Զատկի տոնավաճառում փաստորեն լինելու են ամենատարբեր հետաքրքիր վաճառքում ցուցադրված իրերը, որոնք մարդիկ կարող են ուսումնասիրել եւ ձեռք բերել, եկեք նշենք մի փոքր ինչ կարող են այդտեղ տեսնել։ Այո, կարող են եւ նվերներ ձեռք բերել եւ իրենց տոնի, սեղանի համար համապատասխան ձևավորումներ ունենալ եւ նաեւ տեղում ունենալու են արվեստի հատված, մեր գործընկերն է ներկայացնելու, որտեղ որ այցելուները կարողանալու են գինով նկարչություն իրականացնել նաև այդտեղ նաև երեխաները կարող են գալ։ Այո, նաև մեծերը եւ փոքրերը, այսինքն հետաքրքիր հավաքածուներ են իրենց ձեռքով պատրաստելու, որը կարող են նաև իրենց Զատկի սեղանին որպես ձևավորում օգտագործել։ Իսկ երեխաների համար ընդհանրապես ֆանտաստիկ անկյուն ունենք, որի համար շատ են երեխաները այդ հատվածը շատ են սիրում, մենք հավկիթներ ենք դնում, խաշած արդեն, եւ այդ սննդային մարկերներով, ֆլոմաստերներով իրենք հետաքրքիր զարդա նախշում են այդ հավկիթները, իսկ ավարտին փառատոնի զամբյուղներով բաժանում ենք այցելուներին, որպեսզի այդ ավանդույթը մեր, հա, հավկիթ կռվածնելու նաև իրականացնենք, այսինքն ամբողջ բոլոր բաղադրիչները Զատկի հետ կապված փառատոնի ներսում փորձել ենք իրագործել։ Եվ քանի որ Զատիկն էլ հենց ապրիլի 20-ին է, փաստորեն մարդիկ հնարավորություն կունենան Զատկի նախօրեին 2 օր շարունակ այցելել, անհրաժեշտ գուցե գնումները կատարել եւ արդեն նաեւ Զատկի տոնին հենց կարող են այցելել ու միասին վայելել տոնը։ Այո, հիմնական նպատակը նաեւ քաղաքին տոն պարգևելն էր։ Չնայած որ մենք հասարակական կազմակերպություն ենք եւ ամենևին փառատոնը չենք անում կոմերցիոն նպատակներ, շատ դիտական նպատակներով, այլ իսկապես ուզում ենք մեր կողմից ունենալ ներդրում, որպեսզի քաղաքը եւս մի տոն ունենա։
Եկեք նշենք հետաքրքիր է, քանի որ 4-րդ տարին է իրականացնում եք այս միջոցառումը։ Այս 4 տարիների ընթացքում ինչ հետաքրքիր էվոլյուցիա է ապրել այս տոնը, կարելի է ասել, եւ ինչ հետաքրքիր արձագանքներ եք նաեւ ստացել, որոնք որ հենց այնպես են անում, որ դուք շարունակաբար իրագործեք այս միջոցառումը։ Այո, շատ պարտադրող է իրականում, այսինքն եթե չլիներ այդ պահանջարկը, նաև որոշակի պահանջարկը, միգուցե եւ մենք չշարունակենք, որովհետեւ ինքնդ եք հասկանում, որ դա բավական լուրջ ներդրում է ֆինանսական նաև պահանջում, բայց քանի որ քաղաքացիները շատ հետաքրքիր արձագանքներ են տալիս, մեր սոցիալական էջերին են գրում, արդեն պահանջատիրական շատ ժամանակ արձագանքներ ենք լսում, որոշել ենք, որ ինքը անպայման նաև փառատոնը հեղինակային ՀԿ-ի հենց հասարակական կազմակերպության փառատոնն է եւ մեր համար շատ կարեւոր է այդ պատասխանատու մոտեցումը եւ պատասխանատվությամբ առաջ մղելը։ Իհարկե առաջի տարի շատ փոքր ավելի ծավալով ենք իրականացրել, ոնց որ փորձնական ավելի շատ հասկանալու, իսկ հետագայում արդեն տարբեր բաղադրիչներ ենք ներդրել փառատոնի մեջ եւ հայկական պարեր եւ շուրջ պարեր եւ նաեւ հայ երաժիշտներին ենք փորձում ներգրավել, իրենց նաեւ ճանաչելիությունը բարձրացնել հենց ստեղծագործ մարդկանց, այսինքն փորձում ենք բոլոր ասպեկտներով, այո, ծածկել ոնց որ, հա, կոպիտ ասած։ Եկեք մի փոքր խոսենք ձեր հասարակական կազմակերպության գործունեության մասին։ Այ լավ է հնչում Հայաստանի գինիներ հասարակական կազմակերպություն եւ շատերը գուցե մտածեն, որ դե միայն միջոցառումներ եք կազմակերպում, բայց վստահ եմ, որ շատ ավելի խորքային ու կարևոր գործունեություն կա միջոցառումների հետևում թաքնված, որը գուցե շատ ժամանակ չի երևում։ Եկեք այժմ մեր հեռուստադիտողների համար ներկայացնենք, թե ինչով եք դուք զբաղվում։ Սիրով, իհարկե, հասարակական կազմակերպությունը ստեղծվել է ոչ վաղ անցյալում, ընդամենը 21 թվականին եւ նպատակը ամենևին չի եղել համախմբվել, որպեսզի անել միջոցառումներ, բնականաբար համանման մտածող արտադրողներ, գինեգործներ միավորվել են, որպեսզի կարողանան որակյալ գինու գաղափարը առաջ մղել եւ այդ ամենը անել հովանոցային Հայաստանի գինիներ ապրանքանիշի ներքո։ Այսինքն շատ դեպքերում էական չէ թե ովքեր են, հա, իրենց համար էական չէ թե ինքն է շահում, մյուսն է իր գործընկերն է շահում, այստեղ կարևորը որ Հայաստանի գինիներ ապրանքանիշը առաջ մղվի։ Դա հիմնական գաղափարն է եւ իհարկե միջոցառումներն էլ դա ինչպես ասացի, մեր սոցիալական ներդրումն ենք համարում, նաեւ ներքին սպառումը ավելացնելու համար, նաեւ որոշակիորեն ներքին սպառողին կրթելու համար, որովհետեւ մեր այս բազմազանության մեջ հայկական գինիների շատ հաճախ նաև դժվար է կողմնորոշվելը, հա, եւ մենք նաև ունենք ահռելի հետաքրքիր ժառանգություն խաղողների մասով, որը եւս պետք է ներկայացնել։ Խաղողի տեղածին սորտերի մասով, շատ երկրներ չունեն իրենց տեղածին սորտերը, հայտնի գինեգործական երկրներ, իսկ մենք 400-ից ավել տեղածին սորտ ունենք, որը որ էլի շատ կարեւոր է եւ դա մեր հպարտությունն է, ժառանգությունն է, որ պետք է բոլոր քաղաքացիները թերևս իմանան։ Այսինքն միջոցառումը դա ինչ որ մի միջոց է, որպեսզի կարողանենք այո, ամբողջ այդ յետևում կանգնած տեղեկությունը փոխանցելու։ Այս տարվա կտրվածքով հասցրել եք արդեն այլ կարևոր իրադարձություններ, միջոցառումներ կազմակերպել, որոնց մասին եւս կցանկանաք խոսել եւ գուցե կան կայանալիք միջոցառումներ։ Մենք պարբերաբար հանդիպում, հիմնական բաղադրիչը նա է, որ պարբերաբար հասարակական կազմակերպության անդամները կարողանան իրար հետ հանդիպել, ունենալ նաև հետաքրքրող բոլոր անդամների համար կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող գործընկերների ներկայացում որպես հյուր այդ հանդիպումներին, այսինքն երբ որ կա պահանջ, որ ինչ որ մի բանի կարիք ունենք մենք անդամներով, մենք իր համապատասխան հյուրին ենք կարողանում հրավիրել մեր հանդիպումներին եւ պայմանավորվածություններ բերել քննարկումներ ունենալ, հիմնական կարծում կարևորագույն այս համայնքի միանման իրար հետ միահամուռ աշխատանքն է, որ մենք շատ պարբերական համարյա ամիսը մի անգամ իրականացնում ենք եւ այդ Եկեք հասկանանք ովքեր են կազմում այդ համայնքի անդամները, գինեգործներն են։ Համայնքը հենց գինի արտադրողներն են, գինեգործներն են, այս պահին ունի 30 անդամ հասարակական կազմակերպությունը, ունենք նաեւ շատ բարդ process մեզ
անդամագրվելու, այսինքն դա ինքնանպատակ չի արվել, դա արվել է նրա համար, որպեսզի ցանկացած արտադրող երկար նաև իրեն հարցադրում ան ինքը ինչի համար է ուզում միանալ այս համայնքին, հա, ոչ թե որ ինչ որ մի բան ստանա, այլ նաև տա ինչ որ որոշակի բաներ։ Դրա համար այս պահին ես կարող եմ ասել, որ բավական հետաքրքիր արտադրողներ են եւ մեր միտումը նա չի, որ մենք շատանանք, մեր շատերը միանան եւ այլն, մեր միտումը նա, որ կարողանանք մի համայնքի մեջ միանման մտածող մարդկանց մթնոլորտ ստեղծել։ Այ եկեք հասկանանք ինչ պետք է անի որևէ գինեգործ, որը օրինակ վերջերս սկսել է զբաղվել գինեգործությամբ, ունի իր ընկերությունը եւ ցանկանում է միանալ ձեր հասարակական կազմակերպությանը, ինչ պետք է անի, ինչ պետք է տա, ինչպես դուք նշեցիք եւ ինչ կարող է ստանալ։ Նախ ամենակարևորը պիտի կողմնորոշվի ինքը հաստատ ուզում է գինեգործությամբ զբաղվել եւ դրա համար մենք տրամադրել ենք հնարավորություն, որպեսզի մի տարի առնվազն պիտի ընկերությունը գինեգործական գրանցված լինի։ Դա ինչի համար են կարելի, որ ինչպես նշեցի, որ կողմնորոշվի, որտեղ շատ հիմա այս պահին շատ հետաքրքրում է ոլորտը շատերին, շատերը իրենց պապենական այդ ավանդույթները հաշվի առնելով մտածում են, որ կարող են սկսել զբաղվել գինեգործությամբ, արտադրանքով, բայց ինքը իսկապես շատ բարդ process է եւ շատ նաեւ ֆինանս ներդրում պահանջող ոլորտ է իրականում այս պահին, հա, եթե չչափազանցացնենք, մեր առաջի սերունդն է գինեգործական, որ ձևավորվում, հա, հայտնի այլ գինեգործական երկրներում դա 4-րդ, 5-րդ սերունդն է նույնիսկ, բայց քանի որ մեզ մոտ նոր է վերածնունդ ապրում, նորի կրկին է գինեգործությունը վերածնունդ ապրում եւ այս սովետի շրջանում այն մոռացվել է եւ այլն այգիները քանդվել են, հիմա ամբողջ այդ բեռը կոպիտ ասած ընկել է այս առաջի սերնդի ուսերի վրա, շատերը իսկապես շատերին պետք է ժամանակ, որ կողմնորոշվեն, ուզում են, չեն ուզում զբաղվեն, ուզում են ներդրում ունենալ, լավ, որոշեցին, ուզում են, հետո հաջորդ քայլը։ Հետո դիմում են մեզ, ներկայացնում են բոլոր փաստաթղթերը, առնվազն 5000 շիշ գինու արտադրություն պիտի ունենան, գինին պիտի լինի ոչ թե մրգային, այլ անպայման խաղողից, եւ այդպես process-ներով գնում ենք։ Իսկ ինչ կարող է ստանալ հասարակական կազմակերպության անդամ լինելու ընթացքում։ Կարող է ստանալ իր գործընկերների, իր ոլորտի ընկերների կողմից շատ մեծ աջակցություն, խորհրդատվություն, մեկը մյուսին ձեռք մեկնելու այս համայնքային մտածելակերպն է մեզ մոտ, նաև միջոցառումներին այս զատիկ օրինակ փառատոնը ինքը միայն անդամների համար է նախատեսված, չի նախատեսված ոլորտի մյուս արտադրողների համար, ու բազում էլի շատ բաներ, այսինքն իր ձայնը բարձրացնելու, իր առաջարկները անելու, իր տեսլականը կիսելու, ստանալու եւ նաեւ խորհրդատվություն ստանալու, իր մշակման առումով մենք նաեւ փորձագետներ ենք փորձում ներգրավել ՀԿ-ի համար, որպեսզի նրանք էլ օրինակ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հետ ունենք հուշագիր, մի շարք այլ մասնագիտական կառույցների հետ ունենք հուշագիր, նպատակը նա է, որ կարողանանք այս խորհրդատվական ամբողջ համայնքը ապահովել մեր անդամների համար։ Այսինքն դա հրաշալի հնարավորություն է իսկապես այդ համայնքը ստեղծելու, որովհետև կտրված չեն լինում այդպես միմյանցից գինեգործները, միմյանց գուցե կարծիք, խորհուրդ, կարևոր թեմաներով զրույցներ, հանդիպումներ, որը որ եւս կարևոր է այս շրջանում։ Այո, իհարկե, ինչպես նշեցի, քանի որ շատ մեծ պատմություն ունենք փորձարկումների, արված փորձարկումների առումով, շատ կարևոր է, որ երկրորդ անգամ երկրորդ գինեգործը նույն սխալ օրինակ չանի, իրենք խորհրդակցում են, հարցնում են իրար եւ այլն եւ բոլորը անկեղծ կիսվում են այդ տեղեկությամբ։ Իսկ անհատ գինեգործները չեն կարող փաստորեն անդամակցել ձեր կազմակերպությանը, ենթադրենք ինչ որ մի գյուղում մեկը արդեն 10-20 տարի զբաղվում է գինեգործությամբ։ Եթե գրանցված ընկերություն իրավաբանական անձ չունի եւ եթե չունի համապատասխան 5000 շիշը եւ եթե մի տարի գրանցված ընկերությունը գրանցված չէ, ապա ոչ, ու նաեւ հիմա նաև ներդրել ենք կույր համտեսի գաղափարը, որպեսզի եւ արկա անդամները անցնեն կույր համտես եւ նաև մեզ միացող նոր ընկերությունները անցնեն հանձնախմբի կողմից կույր համտես, սա արվում է կրկին նրա համար, որպեսզի Հայաստանի գինիներ, ինչպես նշեցի, ապրանքանիշը վայել եւ իր համբավին վայել կարողանա պահել անունը իր։ Իսկ ի սկզբանե ինչպես որոշեցիք, որ կարիքը կա այսպիսի համայնք ստեղծելու։
Որպեսզի պատկերացնեք, ոլորտում կա մի պետական կառույց, Հայաստանի խաղաղագործության գինեգործության հիմնադրամն է, որը էկոնոմիկայի նախարարության կառույցի ներքո է, գործում, եւ չկար անկախ կառույց, որ կհամագործակցեր այդ պետական մասնավոր, հատվածի կարևոր կոմպոնենտը չկար։ Եվ դա է թերևս հիմնական պատճառը եղել, որ ստեղծվել է այս հասարակական կազմակերպությունը, որպեսզի հնարավոր լինի ճիշտ եւ գրագետ համագործակցել նաեւ պետության հետ, այսինքն ոչ թե անհատապես գինեգործները պետության հետ աշխատեն, այլ արդեն կառույցի հետ աշխատեն։ Եվ վերադառնալով նաեւ փառատոնին, հասկանանք այսպիսի փառատոնները ինչ կարևոր նշանակություն ունեն առհասարակ մեր հասարակության համար, մշակույթի զարգացման համար։ Կարծում եմ, որ եւ տրամադրության առումով եւ գարնանային, բնության արթնանալու հետ համահունչ եւ շատ ու շատ բաղադրիչներ ունի Զատիկը, ոչ միայն գինին է այստեղ, այլ այդ տոն նվիրելն է, տրամադրությունն է, քաղաքացիների նույն հարթակում բավական շատ քաղաքացի եւ տուրիստ նաեւ զբոսաշրջիկ հավաքելն է, նաեւ այստեղ B2B եթե առանձնացնենք համագործակցությունն է, մենք աշխատում ենք զբոսաշրջային ընկերությունների հետ, այո, զբոսաշրջային ընկերությունների հետ, տարբեր փորձագետների հետ, տարբեր ընկերությունների հետ, այսինքն հետաքրքիր ինքը հարթակ է, որտեղ որ տարբեր բիզնեսներ սկսում են իրար հետ աշխատել նաև եւ որոշակի եզրեր գտնել համագործակցության։ Եվ նաև կարող ենք, եթե կա աջակիցներ, որոնց միջոցով եւ որոնց հետ իրականացնում եք այս միջոցառումը, կարող եք կարծում եմ նշել նաև նրանց։ Այո, շնորհակալություն իհարկե հարցի համար, իսկապես գրեթե անհնար կլիներ առանց մեր աջակիցների որոշակիորեն առաջ մղել մեր պլանները, նաև մտահղացումները։ Մենք ունենք մշտական գործընկեր, ով որ առաջին օրվանից ՀԿ-ի ստեղծման եղել է մեր կողքին, դա GIZ գերմանական համագործակցության ընկերությունն է, որը որ հավատացել ու պարբերաբար աջակցել է մեր կազմակերպությանը եւ Զատիկ փառատոնն էլ բացառություն չէ։ Շնորհակալություն իհարկե իրենց, շնորհակալություն նաև մեր Հովանավոր Farm Credit ֆինանսավարկային կազմակերպությանը այս տարի առաջի անգամ են մեզ միանում, հուսանք որ նաև շարունակական մեր համագործակցությունը կլինի, նաև Պրակատ Կետեմին, որը որ միջոցառումների համար կահավորանք եւ տարբեր ծառայություններ է առաջարկում, ու նաև Episode and More միջոցառումներ կազմակերպող ընկերությանը, որը կրկին մեր կողքին է, էսթետիկ մասը ինքն է ապահովում, թերևս այսքանը եւ իհարկե նաև մեր գինեգործներին, հասարակական կազմակերպության անդամներին, ովքեր ջանք չեն խնայում իրենց ներդրումը անելու եւ այս ամբողջը առաջ մղելու։ Վստահ եմ այս ամբողջ միջոցառմանը պատրաստվելու համար երկար ժամանակ է պետք ծախսել եւ մանրակրկիտ ամեն ինչ կազմակերպել, հիմնականում ինչ դժվարություններ կան, որոնց առաջ բախվում եք նմանատիպ փառատոններ կազմակերպելիս։ Դժվարություններ իհարկե տեխնիկական, կազմակերպչական են լինում, երբեմն գործընկերների հետ ձգձգվում եք կամ ճիշտ ժամանակին ամեն ինչը չենք հասնում, բայց փորձում ենք մեր հենց ունեցած համայնքի գինեգործների եւ իրենց կապերի միջոցով արագ համակարգել ամեն ինչ։ Թերևս այսքան իհարկե դժվար է, բայց տոնին նախապատրաստվելը շատ հաճելի է։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ ապրիլի 18-ից 20-ը Երևանի սրտում մեր հանրությունը հնարավորություն կունենա վայելելու Զատկի տոնին ընդառաջ եւ հենց նաեւ Զատկի տոնին այս հրաշալի փառատոնը վայելել տրամադրությունը, համտեսել տարբեր տեսակի գինիներ, ծանոթանալ եւ ինչու ոչ նաեւ գուցե նոր հետաքրքիր համագործակցություններ սկսվեն որոշակի կազմակերպությունների հետ, տեսնել գինեգործներին եւ այդպես շարունակ։ Եթե կա ինչ-որ միջոցառման սկիզբ, ինչպես է սկսվելու, որ ժամին ինչ է տեղի ունենալու, կարծում եմ կարող ենք ծանոթացնել մեր հեռուստադիտողներին։ Այո, ամսի 18-ին, քանի որ աշխատանքային օր է, ուրբաթ օր է, մենք սկսում ենք ավելի ուշ փառատոնի մեկնարկը, սկսում ենք 5:30-ից մինչև երեկոյան 10-ը, Seasons այգում է իդեպ փառատոնը տեղի ունենալու, ինչպես նշեցի, ամսի 19-ին ժամը 12-ից 10-ը եւ ամսի 19-ին արդեն 5:30-ից կսկսենք բաժակով գինու վաճառքը եւ ամսի 20-ին կրկին ժամը 12-ից մինչև 10-ը եւ ժամը 10-ին կավարտենք փառատոնը բոլորին, բոլոր մեր հեռուստադիտողներին եւ ձեզ անձամբ իհարկե սպասում ենք մեր փառատոնում։ Շնորհակալ եմ, դե մենք էլ սպասենք այդ փառատոնին, որպեսզի վայելենք համեղ գինի։ Շնորհակալ եմ Լիլիթ մեր տաղավարում գտնվելու եւ հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ եմ շնորհակալ։
Սիրելի հեռուստադիտող, այս պահին մեր զրույցն ընդմիջենք եւ միանանք մեր գործընկերոջ Աշոտ Սարգսյանին լսելու եւ վայելելու արցախյան քաղցր ու հետաքրքիր զրույցները։